Զարմանքով հայտնաբերել եմ, որ ինձ ներվայնացնում են այնպես բաներ, որ մարդկանց մեծ մասին չեն ներվայնացնում։ Երևի հայերենի այտենց հայոյանք չի եղել, որ իմ հասցեին չգրեն։ Ես հայոյանք կարդալիս ոչ մի բան չեմ զգում։ Դա ինձ կարծես թե ինձ չվերաբերի։ Զարմանալի բան է, բայց հերիք է, որ ես տեսնեմ դեբիլություններ գրած, հանկարծ կարդամ մի հատ դեբիլություն, ես ահա որ ներվայնանում եմ դեբիլությունից։ Դեբիլ մարդը, մարդու դեբիլությունը ինձ նույնիսկ երբեմն կարող հունից հանի։ Դրա համար երբ որ մեկ-մեկ ինձ ասում են, օրինակ, ասենք բան եմ գրեմ, ինչ որ մի տեսակետ եմ հայտնել, տակը կոմենտ են, ասենք գրել են համաձայն եմ քո հետ կամ համաձայն չեմ քո հետ, եւ մեկը մեկ էլ հանկարծ գրել է դեբիլություն։ Այդ դեբիլին պատասխանում ասում եմ, լսիր, դու դեբիլ մարդ ես։ Մի գրի իմ էջի վրա, դու հիմար ես, դու ոչ մի դու բառերի նշանակությունը չգիտես, դու չգիտես ինչի մասին ես խոսում, դու ընդհանրապես չգիտես թեման, դու չես տիրապետում ոչ մի բանի։ Մի գրի։ Ինձ պատասխանում է. դուք հակառակ տեսակետ չեք հանդուրժում։ Արա հակառակ տեսակետ հանդուրժում եմ, դեբիլ վերաբերմունք չեմ հանդուրժում։ Հասկանում եք։ Ես հասկացել եմ, որ ես ֆիզիկական անհամատեղելիություն ունեմ դեբիլ մարդկանց հետ։ Կան զույգեր, որոնք ֆիզիկապես անհամատեղելի։ Ասենք երեխա չեն կարող ունենան։ Հիմա ես ֆիզիկապես անհամատեղելի եմ աշխարհի բոլոր դեբիլ մարդկանց հետ։ Ես երբ որ դեբիլ մարդ եմ տեսնում, ես ֆիզիկապես ինձ վատ եմ զգում։ Եվ հակառակը, երբ խելացի մարդ եմ տեսնում, դա հաճույք է ինձ համար։